ընտրված ժողովրդի կողմից, անգամ նրա համար, որ ինքը դեմ է եղել Արցախի հանձնմանը, այսինքն յուրաքանչյուր մարդ, ով դեմ է Նիկոլ Փաշինյանի հայացքներին, ով դեմ է Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ոչ բարով խերով խաղաղությանը, այդ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրեն բանտարկի, զրկի ազատությունից, քանի որ ունենք մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հենց ինքն է իշխանությունը, այսինքն ուղիղ բռնապետության մասին է այստեղ խոսքը, որ դու դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետք է դատվես, անկախ նրանից դու ընտրված համայնքապետ ես, սրբազան ես, ծառայում ես Սուրբ Առաքելական եկեղեցուն, թե ընդհանրապես սովորական քաղաքացի ես։ Հետ չեմ ասում, որ կարող են հանգիստ յուրաքանչյուր համայնքապետի գնդակարը իրենց բակում ու ասեն, որ գիտեք ինչ կա, քաղաքական հայացքները ստեղեական նշանակություն չունեն։ Նույն պարագայում էլ Վազգենը եւ Նարեկը գտնվում են անազատության մեջ մի բառի համար, որը որ եթե վերցնենք յուրաքանչյուր իշխանականի լեքսիկոնից ու օգտագործենք Նիկոլ Փաշինյանի ասած դոմփելը ու Նարեկ Սամսոնյանի ասած հետույքայինը, ընդհանրապես ուրեմն Նիկոլ Փաշինյանը հավերժ պետքա գտնվեր բանտում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը կեղեքում է հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ամեն օր դոմփում է արդարադատությունը, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ու հայ ժողովրդի իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքի շահը, ադրբեջանական շահերը, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբում է ժողովրդին, որպեսզի կորզի ձայներ, կեղծի ընտրությունները, որ եւս 5 տարի ինքը կոտորի, կործանի, հանձնի ու հարստանա։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի Թալանի հոմանիշն է, Նիկոլ Փաշինյանը Թուրքի հոմանիշն է, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի լինի արդարադատություն, լինի ժողովրդավարություն ու վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը եթե չհեռանա, չի լինի Հայաստանի Հանրապետություն, ինչպես հիմա չկա Արցախի Հանրապետություն։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք ԵՄ դեսպանից։ Տեսեք, ԵՄ դեսպանական լրությունը արդեն բավականին ժամանակ է, այսինքն չի եղել արձագանքներ, երբ որ ցուցարարների վրա կրակում էին, երբ որ Արմեն Աշոտյանը 2 տարի անցկացնում էր բանտում, երբ որ համայնքապետեր ընտրված գտնվում էին բանտում անազատության մեջ եւ այսպես շարունակ, այսինքն աջակցությամբ են նաև լիքը գործեր առաջ տանում ու վերջի վերջո այն լրացումը Փաշինյանի իշխանության ժամանակ ինչա կատարվում ուղիղ նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հետ իրենք հաշտ են, Նիկոլ Փաշինյանը հետ իրենք համերգում են ու որ իրենք մեղավոր չեն, իրենք չեն իմացել, իրենք չեն տեսել, իրենք չեն հասկացել ինչա կատարվում եւ այսպես շարունակ։ Այսինքն հենց դինի իշխանափոխություն բնականաբար ԵՄ դեսպանությունը ավելի արագ կարձագանքի Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ԵՄ դեսպանատունը արձագանքում էր յուրաքանչյուր քաղաքացու, որ թևից մի փոքր ավել քաշում էին։ Իսկ այսօր 13 հատ կրակում են ցուցարարների վրա սրբազան պայքարի ժամանակ, 3 անգամ կրակում են ցուցարարների վրա հենց վերևի խաշմերուկում ու ընդհանրապես լռություն է։ Մեկը ձեռքն է կորցրել, մեկը մեջքից վիրավորվել է եւ այսպես շարունակ ԵՄ դեսպանատունը լռում է, ասում է դե ժողովրդավարություն է։ Դրա ժողովրդավարությունը ո՞րն է։ Իհարկե կամոնը նամակից որևէ արձագանք եղել է, թե դեռ լրացում։ Այս արձագանքներ չի, արձագանքների պարագայում բնականաբար կհեռացվի, ակնկալիքները այսպես կոչված մեծ չեն։ Բայց եք համարում, որ անարդյունավետ է այս ամեն ինչը, ավելի արդյունավետ քայլեր կարելի ձեռնարկել։ Տեսեք, մենք հնարավոր բոլոր տարբերակներ պայքարում ենք։ Փողոցի պայքարով կլինի նաև ինչու՞ չէ ընտրություններով կամ ընդհանրապես անընդհանրության ակցիաներով։ Հիմա մերը քաղաքական ակցիա է, որը այն բանի մասին է, որ արդարադատությունում կան խնդիրներ, արդարադատության նախարարի հետ կա խնդիրներ ու իշխանության հետ կա խնդիրներ։ Կան խնդիրներ այն մարդկանց մասով, ովքեր որ բռնաճնշումների արդյունքում հայտնվում են բանտերում ու մենք չենք կարող լռել։ Քաղաքբանտարկյաններ չկան, այդ դեպքում դուք ում համար եք պայքարում։ Մենք պայքարում ենք քաղաքբանտարկյանների համար այն սկզբունքով, որ ըստ իշխանությունների քաղաքբանտարկյաններ գիտեք քիչ կան, որովհետև իրանք մեղադրում են ինչ-որ բախտապաշարի համար, օրինակ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, չէ՞, բայց իրենք ավելի վատ բառապաշար են, չէ՞, օգտագործում։ Հիմա դառնում է, որ եթե վերցնենք իրենք քաղաքբանտարկյալներ չեն, ուրեմն պետքա բանտարկվի նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այսպես շարունակ, որովհետեւ մեկը ասում է լեզուտ կկդրեմ Էդգար Ղազարյանին, մյուսը ասում է դու նրան մի դոմփի, նրան դոմփի եւ այսպես շարունակ, այսինքն Նարեկի ու Վազգենի դեպքում Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել, դուք պատրաստում եք իր դեմ հաղորդումներ։
Ալեն Սիմոնյանի դեմ հաղորդում ներկայացնելու իմաստը չեմ տեսնում զուտ այն սկզբունքով, որ Ալեն Սիմոնյանը հիմա Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ մարտն է, ու նշանակա ցույց, այսինքն դուք ոնց եք պատկերացնում Վարդարադատության նախարարը վերցնելու Ալեն Սիմոնյանի կալանավորի կամ չգիտեմ ինչ սկզբունքով ենք մենք նայում դրան։ Այսինքն այս ամենին վերջնելու համար դու Իշխանափոխություն։ Միանշանակ նախ իշխանափոխությունը պետք է լինի մարդկային սկզբունքով, պետք է բոլորը համախմբվեն հեռացնելու շուրջ։ Ոչ թե հավաքվեն ով ինչքան զենա տանելու, ով ինչքան շատ է հավաքելու, ով է վարչապետի թեկնածուն, այլ պետք է վերջի վերջո ժողովուրդը համախմբվի այն ընդդիմության շուրջ, ովքեր որ ունեն մեկ գաղափարական տեսլական, որը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Դրանից հետո կլինեն ժողովրդավար թափանցիկ ընտրություններ, այդ ընտրությունների շրջանակներում արդեն իմ կարծիքով եւ իմպիչմենտն է լավ տարբերակ եւ փողոցային տարբերակը, որովհետեւ փողոցով եկած Նիկոլ Փաշինյանը բոլոր տարբերակներին տիրապետում է, բայց եթե լինի համախմբում, համաժողովրդական շարժում, ինչու՞ չեն նաև ճնշումներ, որպեսզի լինի իմպիչմենտ, հաշվի առնելով, որ քվորում 3 չեն կարողանում ապահովել, այսինքն բնականաբար խժդժոցներ կան նաև իշխանական պատգամավորների հետ կապված։ Պետք է ուղղակի ճիշտ աշխատել, թիրախային աշխատել ու ժողովրդի հետ ճիշտ թիրախավորված աշխատել, համախմբել ուղիղ մեկ գաղափարի շուրջ, ոչ թե ասել մենք ավելի լավն ենք, եթե մենք անք ավելի լավը կլինի, այլ պետք է այն գաղափարը լինի, որ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, հետո ավելի լավ կլինի, հետո կլինի խաղաղություն, հետո կլինի ավելի լավ ծրագրեր, հետո ժողովուրդը ավելի լավ կապրի ու վերջի վերջո չեն լինի բռնաճնշումներ ու տուգանքի մատերիալ չեն դառնա հայ ժողովուրդը ընդհանրապես։